Իմ տուն մտել էր փիղ, բայց սկսենք ամենասկզբից։ Ես ինչ էր։ Վայ մամա ջան, ինչ գործ ունես դուստե, մեր տունը։ Ինչ անում։ Կարող ես փիղել են վովա փղի պես փախելը։ Բայց ոնց որ վարի է։ Սպասի, ես փիղը կարող է մեր կողքի կրկեսից փախել, չնայած կողքի կրկեսից ոնց կարա 3 փողոց եկացած լինի ստե։ Ես ոնց որ սոլված է, հա? Հերու գնա էլի, խնդրում եմ հերու գնա փիղ ջան, գնա ստուց։ Իհարկե իմ փոքր ժամանակվա երազանքն է եղել, որ ես մեր տունը փիղ պայեմ, բայց սենց չէ էլի, սիրուն, նորմալ, բարի, ոչ թե նապադանիե։ Այսենց խելոք, բայց քիչ տարօրինակ է, էլի, փիղ ջան, որ եկել ես մեր տուն, կանգնել ես մեր հյուրասենյակի վրա, ես կյանքում չի պատկերացնի, որ մեր տուն փիղ կարա գա, ոյ, չես անում, լավ, ես հիմա ինչ անեմ ես փղին, արի պայմանավորվենք փիղ ջան, ես քեզ տալիս եմ մի կտոր հաց, դու ուտում ես ու գնում, բայց վերջում պիտի մի հատ նկարվենք, որ բոլորին ցույց տամ, ես փղի հետ նկարվել եմ։ Այս ինչ խելոք փիղ է, լտոր իմ քիչ, սիրեմ քեզ, արի։ Սպասի, ես քեզ մի կտոր բան տամ, ու դու գնա, բայց նկարվեմ, հա? Հա, դե լավ է, հեսա սպասի, այդենց խելոք, արենա, վերեցի տես, մի կտոր հաց, բայց եսի կարաս դու ուտես, կարաս շնայց դիետիկա, քեզ չի չանասի, արա խուժակ, բայց դե արդեն դի գնաս, եղավ, դե մի հատ նկարվեմ նոր, արի իմ կոմ, արի հեսա, հա, չես գալի, սպասի ես գնեմ, սպասի, օրի, Բաժանորդագրվիր, այս վիդեոն ուղարկիր ընկերներիդ և սխմիր զանգակի և լայքի կոճակները, եթե քեզ դուր եկավ գրիր մեկնաբանություն և սպասիր նոր վիդեոների։